Աշխարհասփյուր հայությունը շարունակում է իր համախմբված աջակցությունը հայտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ բարերար խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին։ Այս անգամ հայաշատ Լոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում։ Օվկիանոսից այն կողմ ապրող հայրենակիցները վերահաստատել են իրենց զորակցությունը, ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը ցավ է պատճառում յուրաքանչյուր հայի, անկախ բնակության վայրից։ Ազգանվեր գործունեությունը սահմաններ չի ճանաչում, կարծում են այս դահլիճում հավաքվածները։ Պարքև Սրբազանն անդրադարձել է մեծ բարերարի հետ իր անձնական շփումներին։ Ծառուկյանին ծանոթացել եմ մոտ 30 տարի առաջ, իր առաջին եկեղեցին էր կառուցում։ Մաղթենք Գագիկ Ծառուկյանին համբերություն, կարևորը առողջություն եւ Աստված տա իհարկե մի օր շուտ տեսնենք ազատության մեջ իրեն եւ մյուսներին, որոնք այս վերջի 1-2 ամսվա մեջ բանտարկվեցին։ Ռիոյի օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն Միհրան Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ սպորտային երկար ճանապարհ է անցել։ Նա պատմել է իր եւ հայկական սպորտում ՀԱՕԿ նախագահի անգնահատելի դերի մասին։ Հիշել, թե Զվարթնոց օդանավակայանում Գագիկ Ծառուկյանն ինչպես դիմավորեց մարզիկներին եւ խոստման համաձայն նրա արծաթը փոխարինեց ոսկով։ Тогда я получил от него с официальным документом, что Այդ ժամանակ ես նրանից ստացա մեդալ պաշտոնական փաստաթղթով, որ դա իմ ոսկին է։ Ես ասում էի, որ մի օր գուցե ինձ պետք գա այս մեդալը եւ այն օգնի ինձ ինչ-որ լավ բան անել։ Եվ այն ինձ պետք եկավ մարզադահլիճ կառուցելու, մարզադահլիճ բացելու համար։ Ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել բոլորին, մաղթել նրան առողջություն, էներգիա։ Ես գիտեմ, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները։ Այն ժամանակ նա ինձ ասաց՝ «Դու իմ որդին ես»։ Իսկ ես այսօր ասում եմ որպես որդի, ես միշտ ձեր կողքին եմ։ Тогда он мне сказал, что ты мне как сын, и я сегодня говорю, что как сын я всегда рядом. Գագիկ Ծառուկյանի գործը մնայուն է, ասում են հավաքի մասնակիցները, իսկ նրա կատարած աշխատանքը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Չկա այնպիսի մի ոլորտ, որտեղ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ամենաներկայանալի ձևով, ամենամասշտաբային ձևով, ամենահզոր ձևով իր մասնակցությունը ունեցած չլիներ։ Ծառուկյանը խիստ աստեցիկ գործարար եւ քաղաքական գործիչ է եւ նրա բարեգործական աշխատանքը արժանի է մեծ կողոսանքի։ Ես ուզում եմ հույս հայտնել եւ ես հավատով լի եմ, որ կգա մի օր, երբ որ բոլորը կլինեն ազատության մեջ եւ մենք բոլորս կկարողանանք վերադառնալ մեր բոլորի սիրած գործին եւ հուսանք, որ կհանդիպենք նրան շուտով արդեն ազատության մեջ։ Իզաբելլա Հովանեսյան, Էպիկենտրոն։